Մասոնների կողմից մեծ արևելք ծրագիր էր հրապարակվել։ Դա վարդը մասոնական չէ, խորհրդանիշ է։ Նա մասոնական խորհրդանիշ է, որովհետև նշանակում է լրակեցություն։ Այսինքն վարդը չի աճում աղմուկի մեջ։ Պետք է լուռ լինի։ Մասոնության գլխավոր որակներից մեկն է, որ մարդը պետք է լինի լրակյաց։ Բայց կապել նրանց վերջնականապես, ասենք, հայերի հետ, որ հայ Պավլիկյաններն են տարել Եվրոպա, ստեղծել արել, իմ բոլոր ուսումնասիրությունները ցույց են տվել, որ համենայն դեպս գոնե սիմվոլիկայի տեսակետից դա այդպես չի։ Նրանք շատ մեծ բաներ են արել Եվրոպայի համար, բացառիկ ազդեցություն են ունեցել, բայց հիմա այսօր հայտարարվում է, որ իսկ ինչի պետք է այդտեղ լինեն հայերը, այսինքն դա այդտեղ ռուսները լավ խոսք ունեն, փորձնական շար, պրոբնի շար, որ գցում են, տեսնեն թե իսկ ժողովուրդը ինչ ռեակցիա կտա, պատրաստ է արդյոք լքել սեփական հայրենիքը, թե չէ։ Այսինքն հավատացեք, դա այնքան հեռու գնացող նրբերանգներ ունի, որ երևի թե արժի որ մենք դրան առանձին հաղորդում նվիրենք եւ անցնենք այդ նրբերանգների վրայով մարդկանց համար པարզ դարձնելու, որովհետեւ այնտեղ կա իսկ ինչի պետք է այդպիսի անարատ ջուրը օգտագործեն այդպիսի ոչ տնտեսվարող մարդիկ, այսինքն այդ ոնց է որ ձեր անգամ կանալիզացիոն ջուրը կարող է լինել խմելու ջուրը, տեխնիկական ջրի դուք կարող եք չհասնեք այդպես էլ, ճիշտ չի որ մենք գանք այդտեղ եւ վերացենք այդ ամենը համայն մարդկության, մեր ջրի մասով, հենց մեր ջրի մասով, իսկ ինչու։ Նման խնդիր է մադրված։ Նման խնդիր կար այդ փաստաթղթերում, դա վաղուց պատմություն եմ ես ասում, մոտավորապես 30 տարի առաջ այդ փորձնական գունդը նետվել էր խաղի մեջ, մեծ արևելք էր, կոչվում ծրագիրը։ Հիմա ծրագիրը որ թվական էր ճշգրիտ չհիշեմ 30-35 տարի, ոչ պակաս։ Հիմա էլ մեծ մերձավոր արևելքի ծրագիրը։ Հենց այդ ծրագիրը ուժի մեջ է, այն ժամանակ խոսվում էր մինչև Մոնղոլիա, այսօր էլ խոսվում է մինչև Մոնղոլիա, դա Չինաստանին կասեցնելու համար է այսօր Չինաստանին զսպելու համար Իրանը անհրաժեշտ է կտոր անել, այսօր Հայաստանը որպես Իրանի հյուսիսային պատուհան, որպես եզակի հնարավորություն Չինաստան-Իրան հարաբերությունների, տնտեսական հարաբերությունների տրանսլյացիան դեպի Եվրոպա, այդ ուժի ազդեցության միտումը դեպի Եվրոպա կասեցնելու տարբերակն է, ինչի է Հայաստանը այսօր փաստորեն ընթանում այդ ճանապարհով, դա եւս պետք է մի հատ բարձր։ Իսկ ինչի ենք մենք ընթանում այդ ճանապարհով։